Եվ իրականում այսօր ուրախ ենք, որ ձեզ հետ կվայել ենք Աստծուն։ Ամեն։ Մենք դրա համար էլ եկել ենք։ Գիտեք, թող երբեք մեզ համար Աստծո տունը չլինի սովորական։ Թող երբեք մեզ համար ոչ մի ծառայություն չլինի հերթական։ Միշտ սպասենք Աստծոց, որ այսօր էլ Աստված գործ ունի, այսօր էլ Աստված օրհնություն ունի ինձ համար, այսօր էլ Աստված բարի է իմ հանդեպ, այսօր էլ ես Աստծոց ստանալու բան ունեմ, այնպես որ այսօր երբ որ քարոզելու եմ, ոչ միայն դու ես ստանալու մի բան, ես էլ եմ մի բան ստանալու։ Ամեն։ Փառք Տիրոջը դրա համար։ Օրհնյալ է մեր Աստվածը։ Իրականում այսօր ուզում եմ խոսամ նրա մասին, որ մարդու կյանքի մեջ ամենակործանարար բաներից մեկն այն է, որ ինքը կորցնում է իր հեռանկարը։ Երբ որ մարդը դադարում է տեսնել իր համար ապագա, երբ որ դադարում է տեսնել, որ իր համար նոր բաներ կա պատրաստված, նոր նպատակներ կան, կամ էլ երբ որ չի ունենում ու չի տեսնում ինչ-որ նոր բաներ, նպատակներ դնելու կամ արդեն կյանքը կանգ է առել, ես տեսել եմ մարդիկ, ովքեր դրա պատճառով մահացել են անգամ։ Որովհետև եղել է մարդիկ, մի քույրիկ կար, օրինակ, պարկած էր հիվանդանոցում ու ինքը արյան խնդիր ուներ, բայց երբ որ գնացինք բժշկի հետ խոսելու, նայեք, աշխարհիկ բժիշկը, պրոֆեսորը ասում է, լսեք, ասում է, մենք ամեն ինչ անում ենք, բայց իր տրամադրվածությունից ապրելու ու չապրելու կախված է ինքը կապրի թե ոչ։ Գիտեք ինչ է ասում աշխարհիկ բժիշկը մեզ, ասում է, որովհետև Աստված մարդու արյունը ստեղծել է այնպես, որ մարդու արյունը զգում է, մարդը ուզում է ապրի թե ոչ։ Դա ասում աշխարհիկ պրոֆեսորը։ Ես գնացի այդ քույրիկին, ասեցի, քույրիկ ջան, սենց է ասում բժիշկը, դու պետք է ուզենաս։ Ասեց հովիվ ջան, հոգնել եմ ցավերից։ Ասում եմ, հա, գիտեմ հոգնել ես, բայց դու պետք է ուզենաս ապրես։ Եվ նա չուզեցավ ապրել։ Մի քանի օր հետո իհարկե երկին գնաց, Հիսուսը իր Տերն է, ինքը ընդունել է, բայց գիտեք, այնքան կարևոր է, որ մենք մեր հեռանկարը չկորցնենք։ Իհարկե ես ծայրահեղ դեպք եմ ասում մահը, բայց բաներ կա, որ մենք մեր կյանքի մեջ կորցնում ենք, երբ որ մեր հեռանկարը, տեսիլքը կորցնում ենք, մանավանդ այն տեսիլքը, այն հեռանկարը, որը Աստված ունի մեզ համար։ Ու ես դրա մասին եմ այսօր խոսում, ու դրա համար սիրելիներս, ինչումն է հարցը, որ շատ դժվարություններ կարող են փակել մարդու տեսիլքը։ Շատ տառապանքներ, հոգսեր կարող են մարդուն մոռացության տալ այն տեսիլքները, որ Աստված իրան տվել է, այն նպատակները, որ Աստված իր համար ունի, այն խոսքը, որ Աստված տվել էր իրան, մարդը կարա կորցնի։ Ես տեսել եմ մարդ, որ երբ որ ինքը ապաշխարեց, իր վրա հզոր մարգարեություններ կար, որ ինքը հզոր Աստծո ծառա է լինելու։ Ու գրեք ամենասկզբից իր հետ շատ ուժեղ հրաշքներ էր կատարում, անգամ եղել է, որ ինքը փողոցով գնալուց տեսնում է մի մոտոցիկլետիստ ընկած, արդեն շորը գցել են, մահացած, ու իրան Սուրբ Հոգին ասում է կանգնի, հենց հիմա գնա աղոթի իր համար։ Գնում է, կանգնում է, հարություն առնում, արդեն փակել են, որ մահացել է։ Ու ինքն էլ է զարմանում, էս ինչ եղավ, այդպիսի բաներ էր կատարում։ Անցավ տարիներ ինքը գնաց աշխարհ, թողեց հավատքը։ Եվ երբ որ տարիներ անց ես իրան տեսա, ասում եմ, լսի, հիշում ես քո որ այսպիսի մարգարեություններ կար։ Ասում եմ, երբ է եղել դա։ Ասում եմ, հիշում ես, որ այս ինչ տեղ է, այս ինչ մարդը, Աստծոց մարգարեություն ասես քեզ, որ դու ստադիոններ ես հավաքելու, բժշկության ծառայություն անես։ Ասում եմ, երբ է դա եղել։ Գիտեք, մարդը այնքան հեշտ կարա մոռանա անգամ Աստծո տված խոսքը, երբ որ իր տեսիլքը փակվում է, երբ որ ինքը էլ չի տեսնում իրան Աստծո մեջ, էլ չի տեսնում իրան կյանք ունեցող, էլ չի տեսնում իրան Աստծո հետ քայլող, էլ չի տեսնում, որ Աստված գործում է իր կյանքի մեջ, մարդու կյանքը կանգ առնում։ Ու այսօր ուզում եմ խոսամ նրա մասին, որ ինչ դժվարություններ լինի, ինչի մեջով էլ որ անցնենք, որտեղ էլ որ լինենք, ուր էլ տեղափոխվենք, ինչ էլ կատարվի մեր կյանքի հետ, երբեք չկորցնենք մեր հեռանկարը, սիրելիներս, մեր տեսիլքը։ Ամեն։
Ուզում եմ կարդամ նախ եւ առաջ Եզեկիել 1:1-ը։ Եզեկիել մարգարեություն։ Առաջի գլուխ առաջի խոսքից։ Ասում է եւ եղավ 30-րդ տարվա 4-րդ ամսվա 5-ին, երբ որ ես գերիների մեջ էի, Քոբար գետի մոտ, երկինքը բացվեցավ եւ ես տեսա Աստծո տեսիլքները։ Նայեք սիրելիներս, Եզեկիելը գերության մեջ էր։ Գերության 35-րդ տարին էր։ Եվ այդ գերության մեջ երկինքը բացվում է իր համար։ Ու այդ գերության մեջ ինքը տեսնում Աստծո տեսիլքները։ Ու ով է կարդացել Եզեկիելի մարգարեությունը։ Ով է առաջի գլխից բան հասկացել։ Գիտեք, այնպիսի տեսիլքներ տեսա, որ մարդկային մտքից վեր է։ Գիտեք, մեր դժվարության մեջ Աստված չի ուզում, որ մենք միայն մտքով մտածենք։ Աստված ուզում է մեր մտքից վեր բաներ ցույց տա մեզ։ Ամեն։ Ինչ որ դժվարություն եթե կա, միշտ տրամադրվենք այսպես Տեր, ես ուզում եմ քո իրականությունը տեսնեմ սրա մեջ։ Ես գերության մեջ եմ, ինչ որ հարցով, թղթերի հարցով, հիվանդության հարցով, ինչ որ հարցով, ես սրա մեջ ուզում եմ քո հեռանկարը տեսնեմ։ Ինչ ես ուզում դու։ Ինչ ես ցույց տալիս դու։ Ու գերության մեջ, նայեք, քո գերության մեջ Աստված կարող է երկինքը բացել։ Հալելույա։ Հալելույա։ Քո գերության մեջ Աստված կարող է երկինքը բացել ու ցույց տալ իր իրականությունը։ Երկրորդ խոսքը նայեք։ Ամսի 5-ին, այսինքն Հովակին թագավորի գերության 5-րդ տարին, եղավ Տիրոջ խոսքը Բուզի որդի Եզեկիել քահանայի Քաղդեացիների երկրումը Քոբար գետի մոտ եւ այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։ Արդեն 5 տարի էր այդ թագավորներ, 35 տարի էլ ընդհանուր գերություններ։ Ու գիտեք, այս բաները շեշտում է, որ ցույց տա, որ ինչքան երկար է այդ ամեն ինչը։ Ես չգիտեմ, միգուցե այդ թագավորից բաներ ունեին սпасելու, բայց ասում եմ, թագավորի ժամանակ էլ իր արդեն 5 տարի էր։ Էլի բան չկար ու հանկարծ երկինքը բացվում է, ու հանկարծ Տիրոջ ձեռքը գալիս է իր վրա։ Ամեն։ Քանիսս կուզենք Տիրոջ ձեռքը գա մեր վրա։ Գիտեք, այնքան իրավիճակներ կա, որ քեզ ոչ մի ձեռք չի օգնի։ Այնքան իրավիճակներ կա, որ միայն Տիրոջ ձեռքը կարող է մեզ օգնել։ Եվ ամենավատ վիճակում է, երբ որ դու արդեն սպասում ես, երկար ես սպասում, չգիտես երբ կլինի, չգիտես ինչ ձևով կլինի եւ հանկարծ Տերը կարող է բացել երկինքը եւ իր ձեռքը լինի քո վրա եւ քո իրավիճակների վրա։ Եվ երբ որ Տիրոջ ձեռքն է խառնվում մի բանի մեջ, երբ որ Տիրոջ ձեռքն է կպնում մի բան, այդտեղը ծաղկելու է, օրտնվելու է, այդտեղում հարցերը լուծվում է։ Ամեն։ Մեր Աստված զորավոր Աստված է։ Մեր Աստված իրականությունից վեր Աստված է։ Այս մեր աշկերի տեսած իրականությունից ինքը վեր Աստված է։ Ամեն։ Փառք Աստծուն։ Ու Տերը այսօր էլ կարող է նույն բանը անել իմ ու քո կյանքի մեջ։ Ամեն։ Եվ երբ որ նայում ես Եզեկիելի կյանքին, ինքը շատ դժվար կյանք է ապրել, բայց այնքան կարևոր է, որ ինչ դժվարություն էլ ունենք, մենք սպասենք, որ Տերը մեզ ցույց տա իր հեռանկարը։ Տերը ցույց տա իր տեսիլքը։ Տերը ուղարկի իր խոսքը։ Տերը մեկնի իր ձեռքը։ Եվ մեր սպասումից կախված է շատ բան սիրելիներս։ Ես լինում է, ես տեսել եմ մարդիկ, որ ասում են, դե թող Աստված անի։ Ու գիտես այնպես է ասում, որ հասկանում ես, որ ինքը չի սպասում, որ Աստված կանի։ Բայց հավատքով լցված մարդը ասում է, դժվար է ինձ, դժվար է անգամ ասել, որ ես գիտեմ Տերը կանի, բայց մեկը ասում եմ, Տերը կանի։ Եղել է ժամանակ, որ դժվարության մեջ է, երկար չպատմեմ ուղակի, դժվարության մեջ է ուղակի ու ինձ ասում են, դե թող քո Աստված օգնի քեզ։ Ու ես հասկանում եմ, որ ես չեմ պատկերացնում ոնց Աստված ինձ կօգնի, բայց ես իրանց ասեցի, իմ Աստված կօգնի ինձ։ Գիտեք, երբ որ ես դա ասեցի, ես իմ մեջ հասկանում եմ, որ ես հազիվ ասեցի դա։ Ում հետ է եղել, որ դու գիտես հավատքի խոսքերը, բայց հասկանում ես հազիվ ես դա ասում։ Ուզում եմ քեզ ասեմ, Աստված էդ էլ է լսում։
Երբ որ Աստված իմ հարցը լուծեց, ես գնացի այդ մարդկանց ցույց տվեցի հարցը լուծված, գումարային հարց էր։ Գիտես հրաշքով Աստված լուծեց, ասեցի, «Էս իմ Աստվածը լուծել այս հարցը»։ Եվ հետո նրանցից մեկի կինը շատ դժվար իրավիճակում էր, մենք նրան օգնեցինք, այսինքն այնքան աղոթեցինք, որ Աստված նրան վերականգնի։ Գիտեք, անգամ եթե մարդիկ քեզ նախատեն, ասեն, «Բա ուր է քո Աստված, ինչի՞ չի օգնում»։ Իմացի, Աստված քեզ օգնելու է, բայց հետո դու էլ այդ մարդուն ես օգնելու։ Աստված այնպես կանի, որ նա որ քեզ ասում է, «Բա ուր է քո Աստված», հետո ինքը քեզ դիմելու է, բայց դա նրա համար չի, որ այդտես կդիմես ինչ, չէ, այլ նրա համար է, որ դու օգնես իրան։ Ամեն, ու Աստված քեզ կօգտագործի։ Փառք Աստծուն։ Նայեք ամբակումը էլի մի մարգարե էր, որ շատ ծանր իրավիճակում էր, այնքան ծանր, որ իր բողոքը Աստված վերցրեց իր խոսքի մեջ գրեց։ Լինում է, որ մարդիկ ասում են, Աստված թող իմ բողոքը լսի։ Հա, ճիշտ սրտով որ բողոքես կլսի։ Ամբակում այնքան ճիշտ սրտով էր, որ իր բողոքը Աստծո խոսքի մեջ գրվեց։ Սուրբ Հոգին վերցրեց, տեղադրեց Աստծո խոսքի մեջ։ Ու տեսեք բողոքը որն էր։ Առաջի գլուխ ամբակում մարգարեություն։ Երկրորդ խոսքից. Մինչև երբ ով Տեր։ Քանիսս ենք ասել մինչև երբ։ Քանիսս ենք լսել, որ ասում են մինչև երբ։ Մինչև երբ ով Տեր, աղաղակեմ եւ դու չլսես։ Աղաղակեմ դեպի քեզ զրկանք եւ դու չազատես։ Ինչու ես ինձ անօրենություն տեսնել տալիս, տառապանք ցույց տալիս։ Հափշտակություն զրկանք կա իմ առաջին եւ կռիվ է լինում եւ վեճ բարձրանում։ Ամբակումը մարգարե լինելով ասում է, «Էս ի՞նչ է կատարում, չես լսում ինձ, էս ի զրկանքներ է, էս ի՞նչ վիճակի մեջ եմ ես, միչև երբ է լինելու, ինչքան դիմանամ, ինչքան քեզ սպասեմ»։ Բողոքում է այս առաջի գլուխը, հիմա տեսեք երկրորդ գլխում։ Մի պահ կանգնում է, գիտես, Աստված տեսնում է, երբ որ մենք ասում ենք, Տեր, դե մինչև երբ, կամ չենք ասում, մտածում ենք այդպես։ Բաներ կա, սպասում ենք, դեռ չի եղել։ Աղոթել ենք, դեռ պատասխանը չկա։ Ես օրինակ աղոթքներ ունեմ, դեռ պատասխանը չկա։ Բայց կա պահ, որ ամբակումի պես պետք է մի կողմ քաշվենք ու ամբակումի պես ասենք։ Երկրորդ գլուխ առաջի խոսքից։ Իմ պահապանության տեղը կանգնեմ, կենամ պարսպի վրա եւ մտիկ տամ տեսնեմ, թե ինչ է խոսելու ինձ հետ եւ ինչ պիտի պատասխանեմ իմ հանդիմանության մասին։ Պատկերացնում եք ամբակումը այդ ծանր իրավիճակում ասում է լա սպասել մի րոպե։ Մի հատ գնամ իմ տեղը կանգնեմ, չգիտեմ, միգուցե դա քո սենյակն է, միգուցե դա քո մեքենան է, որտեղ դու աղոթում ես։ Որտեղ է որ լինի, որ դու կարող ես գնալ կանգնել Տիրոջ առջև ու կանգնես ասես, մի հատ տեսնեմ Տերը ինչ է խոսում։ Էս իմ բոլոր բողոքները, էս իմ իրավիճակի վերաբերյալ, տեսնեմ Տերը ինչ է խոսում։ Սիրելիներս, այնքան կարևոր է, որ մենք մեր ծանր իրավիճակներում ոչ թե միայն փորձենք ինչ-որ բաներ անենք, այլ մի պահ կանգնենք եւ ասենք, Տեր, դու ինչ ես ասում այս իրավիճակի համար։ Լինում է, չէ՞ որ ինչ-որ մի բան պետք է, մի հատ հարց պետք է լուծվի կամ ինչ-որ իրավիճակ է, մի անգամից ընկնում ենք մի բան անենք, հետո ասում ենք, բայց կարելի է մի հատ էլ աղոթել։ Բայց իրականում պետք է թարս լինի։ Հա կան իրավիճակներ, որ շտապ պետք է գնաս, բայց թող աղոթքը առաջնահերթ լինի։ Թող աղոթքը չլինի ինչ-որ օգնող բան, թող Աստծո խոսքն ասում է Նոր Կտականում ամենից առաջ, խնդրում եմ, որ աղոթք անեք, աղաչում եմ ձեզ աղոթք անեք, Պողոսն է գրում։ Ամենից առաջ։ Ու ասում է կանգնեմ եւ տեսեք երկրորդ խոսքը, այդ բողոքները բանը հենց որոշում է, գնա կանգնի իր տեղը, որ Տերը խոսի, ասում է, եւ Տերը ինձ պատասխան տվեց եւ ասեց. գրիր տեսիլքը եւ որոշ նշանակիր տախտակների վրա, որպեսզի վազի նրան կարդացողը, որովհետեւ տեսիլքը տակավին որոշված ժամանակի համար է, շտապում է վախճանին, չի ստի, չի ուշանա։ Եթե ուշանա էլ սպասիր նրան, որովհետեւ անպատճառ պիտի գա եւ ետ չի մնա։ Հալելույա։
Երբ որ Աստված տեսիլք ունի մեզ համար, խոսք ունի մեզ համար, ու ինքը ուղարկել է այդ խոսքը, դա կատարվելու է։ Գիտեք, ում կյանքում չի կատարվում, ով որ այդ խոսքը թողնում է։ Օրինակ եղել է ասում են, բայց ձևի մարգարեություն եղավ, բան չի չկատարվեց, ասում են, բայց այդ մարդը հիմա ուր է։ Գիտես, երբ որ դու ճանապարհից դուրս ես գալի, որի վրա այդ խոսքը պետք է կատարվի, ինչ անի Աստված։ Եվ որն է այդ ճանապարհի վրա մնալը։ Դրա միջոցներից մեկը սա է, ինչի մասին խոսում եմ, չկորցնես այն խոսքը, որ Աստված տվել է։ Չկորցնես այն տեսիլքը, որ Աստված տալիս է քեզ։ Չկորցնես այն բանը, որ դու փնտրես Աստծոց քո հեռանկարը, քո ապագան, քո կոչումը, թե ինչ է ուզում Աստված անի քո կյանքի մեջ, քո միջոցով, ոնց է Աստված ուզում քեզ օգտագործի, ինչի համար ենք ես ու դու ծնվել։ Ոչ չենք ծնվել մեռնելու համար։ Մենք ծնվել ենք Աստծո կամքը անելու համար։ Գիտեք, սա ամենահզոր միտքն է եղել, որ ինձ բերել է ապաշխարության։ Որ ես իզուր չեմ ապրում։ Աստված հատուկ նպատակ ունի։ Ամեն։ Ու ամբակումը արդեն էլ բողոք չուներ։ Արդեն իր համար ամեն ինչ պարզ էր։ Եվ Աստված ասում է, եթե ես քեզ համար նպատակ ունեմ, առաջինը, փնտրիր, որ դա իմանաս։ Ես քեզ համար խոսք ունեմ, փափագիր, որ այդ խոսքը դու իմանաս։ Էլ չեմ ասում Աստծո խոսքը թող լինի մեր սրտերի մեջ։ Գիտես, որ ամենադժվար պահին մեր մեջից ոչ թե բառեր բխի, մեռնեմ, պրծնեմ, ես ինչ ասես խոսում են մարդիկ, այլ Աստծո խոսքը բխի։ Մի Աստծո մարդ պատմում էր, որ երբ որ ինքը սիրտը վատացել է, անսպասելի ու տարել են հիվանդանոց, հայտնի Աստծո մարդ է, ուղղակի անուն չտամ։ Ու ասում է հիվանդանոցում պարկած անգիտակից, ասում է աչքերս բացեցի, տեսնեմ աղջիկս, փեսաս նստած են դրիվ ծառայողներ, հովիվներ եւ ասում է շշմած ինձ են նայում։ Ասում եմ ինչ ա եղել։ Ասում է դու անգիտակից պարկած ես, քո բերանից Աստծո խոսքն էր հնչում։ Դու անգիտակից պարկած։ Ասում է մենք մտածեցինք, որ դու մահանում ես։ Գրես մարդը այնքան լցված Աստծո խոսքով, որ անգամ կոմայի մեջ անգիտակից պարկած Աստծո խոսքն է իրանից դուրս գալիս, ուրիշ բան հառաչանք չի դուրս գալիս անգամ։ Ես դա որ լսեցի, ասում եմ, Տեր Աստված, ես ուզում եմ այդ ձևի լցվեմ քո խոսքով, որ ինչ իրավիճակի մեջ է, չէ, չեմ ուզում կոմայի մեջ լինեմ, բայց ինչ որ վիճակի մեջ որ լինեմ, ինձանից Աստծո խոսք դուրս գա։ Որտեւ այնքան կարևոր է, որ մենք Աստծո խոսքը մեր մեջ պահենք, դա լինի մեր նպատակը, դա լինի մեր ապրելու միջոցը, դա լինի մեր ապրելու իմաստը, մենք դրանով լցված լինենք, մեզանից դա բխի, որտեւ Աստծո խոսքը զորավոր է, փոխելու ամեն բան։ Իհարկե, ես չեմ ասում, որ փուչ տեղը ասենք, դավանենք, ես մարդ կա դավանում ես, գիտի, դավանելը կախարդական ինչ-որ մի հատ գործողություն է։ Ասենք, հավատքով կարելի ամեն բան։ Միջև այդ ասելը պետքա դու լցված լինես Աստծո խոսքով։ Դու պետքա տեսիլք ունենաս Աստծոց։ Օրինակ ես տեսել եմ, որ աշխարհիկ մարդկանց, որ մեղքերի մեջ ապրում են, ասում են դու դավանի, որ Հիսուսի վերքերով բժշկված ես։ Այն մարդ ինքը պետքա սկզբից ապաշխարի։ Այլի մենք կաղոթենք, որ ինքը բժշկվի։ Բայց որպեսզի իր դավանությունը ուժ ունենա, ինքը պետք է ապաշխարի, որովհետև դա կախարդական խոսքեր չի, դա իրական մարդուն ներսից բխող ու գործող խոսքեր են։ Ամեն, որովհետև խոսքը մարմին պետք է դառնա։ Եվ ինչ դժվարություն է, որ ունենանք սիրելիներս, եթե Աստծոց խոսք ունեցանք, ոմանք ինձ կհասկանան ինչ եմ ասում։ Քո դժվարության մեջ, երբ որ Աստծոց խոսք ես ստանում, դու էլ չես նայում դժվարության, դու տեսնում ես դժվարությունը, դու փորձում ես այդ դժվարության հարցերը լուծես, այդ խնդրի հարցերը լուծես, բայց դու ներսից արդեն պատասխան ունես։ Ամեն։ Փառք մեր Աստծուն իր խոսքի համար։ Օրհնյալ է մեր Աստված։ Դրա համար փնտրենք, թե ինչ է խոսում Աստված, մեր
ծանր իրավիճակներում։ Հիմա նայեք 4-րդ թագավորաց լինես։ 4-րդ թագավորաց 5-րդ գլուխ։ Էլի հայտնի պատմություն առաջի խոսքից։ Եվ ասորիների թագավորի զորագլուխ Նեեմանը մի մեծ եւ հարգելի մարդ էր իր տիրոջ առաջին, որովհետեւ Տերը նրա միջոցով փրկություն էր տվել ասորիներին, եւ այս մարդը քաջ զորավոր էր, բայց բորոտ էր։ Հիմա տեսեք, ասում եմ, Նեեմանը այդ զորավորը ինքը բորոտ էր։ Եվ տեսեք, միանգամից Աստծո խոսքը ինչի մասին է խոսում երկրորդ խոսքում։ Ասորիները մեկ անգամ գունդերով էին եկել եւ Իսրայելի երկրից մի փոքր աղջիկ գերի տարել, որ Նեեմանի կնկա առաջին էր լինում։ Գերության մեջ մի հատ աղջիկ։ Եվ սա ասեց իր տիկնոջը. «Երանի թե իմ Տերը Սամարիայում եղող մարգարեի առաջին լիներ, այն ժամանակ նա նրան կբժշկեր իր բորոտությունից»։ Հիմա տեսեք սիրելիներս, մի աղջիկ, որը գերության մեջ է։ Կարող է շատերը նրան ասեն, «Վայ, ինչ մեղք է այս երեխեն, երևի պապա, մամա չունես, որբ երեխա, գերության մեջ, ծառայեցնում են այս երեխուն, ինչ որ մի հատ տիկինի են ծառայում»։ Գիտեք, այդ աղջիկը իրան այդ ձև չէր զգում։ Այդ աղջիկը միայն տեսնում էր, այս զորապետը, որի տիկնոջը ես ծառայում եմ, երանե թե լիներ Աստծո մարգարեի մոտ, որ բժշկվեր։ Սիրելիներս, ինչ դժվարության մեջ էլ լինենք, երբեք չկորցնենք մեր տեսիլքը, որ Աստված ուզում է մեզ օգտագործի ինչ որ մեկի համար։ Գիտես դա որն է, այն որ դու դժվարության մեջ ես, մեկը զանգում ու ասում է, լսի, կարող ես գալ օգնել ինձ կամ աղոթել ինձ համար։ Երբ որ դու դժվարության մեջ ես, բայց երբ որ տեսնում ես մի հատ ծարաված սիրտ, ուզում ես Աստծո խոսքը խոսաս իրան։ Դու ծանր վիճակ, անգամ կարող է հիվանդ ես, մեկը զանգում է, չգիտի որ դու հիվանդ ես, ասում է, իմ հետ շատ ա եղել, ասում են, չէ, շատ չեմ հիվանդանում, ուղղակի դեպքեր եղել ա շատ։ Զանգում են, ասում են, կաղոթես ինձ համար։ Դու գիտես, որ դու հիվանդ ես, ու դու ասում ես, մեկն էլ լինի ինձ համար աղոթի։ Չէ, ինչի համար, ես կաղոթեմ իր համար։ Ու այնքան կարևոր է, որ ինչ իրավիճակի մեջ լինենք, չկորցնենք մեր տեսիլքը, որ Աստված մեզ հետ գործ ունի, մեզ ուզում է օգտագործի։ Այս աղջիկը գերության մեջ, փոքր աղջիկ, իրան շատերը կարող է խղճում են, բայց ինքը խղճուկ չէր զգում իրան, ինքը տեսնում էր, որ ինքը Աստծո ժողովրդից է, ինքը գիտի բժշկությունը որտեղ է։ Ինքը գիտի ով է բժշկությունը տվողը։ Ես ու դու լավ գիտենք ով է բժշկությունը տվողը։ Ես ու դու լավ գիտենք ով է հարցեր լուծողը, անգամ մենք դժվարության մեջ ենք։ Ես այդպիսի մարդ չկա, որ ասի, ես այնքան հզոր ծառայող եմ կամ այնքան մտերիմ եմ Աստծուն, որ ոչ մի դժվարություն չունեմ։ Եթե այդ ձևի մարդ տեսնեք, հանգիստ ասեք, որ ինքը սուտ է ասում։ Ես մի բան ասեմ, դա հայտնություն չի, ոչ է մարգարեություն է։ Քանի այս աշխարհում ենք դժվարություն լինելու է։ Թող ոչ մեկը չմտածի, որ դժվարություն չի լինելու, բայց մենք գիտենք ով է ելքը տվողը։ Ամեն։ Երկնքում ոչ մի դժվարություն չենք ունենալու, այդ հաստատ։ Բայց այս կյանքում մենք գիտենք ով է բժշկություն տվողը, ով է ելքը տվողը, ով է պատասխան տվողը, ով է հարցերը լուծողը, ով է ճանապարհ բացողը, ով է օրհնողը։ Մենք լավ գիտենք ով է։ Ու մենք չմոռանանք դա, չնայենք մեր իրավիճակներին, մենք գիտես, ես ու դու հավատալով Հիսուսին երբեք չխղճանք մեզ։ Անկամ եթե ուրիշներն են խղճում մեզ, ասում են, վայ, մեղք կա, այս ինչ վիճակի է։ Ես ու դու ինչ վիճակի է լինենք, Աստված կարող է մեզ օգտագործել։ Աստված կարող է մեզ օգտագործել։ Ու ինքը ուզում է օգտագործել։ Ու այս աղջիկը ինքը ուղղություն ցույց տվեց, ու այդ Նեեմանը բժշկվեց։ Փոքր աղջիկ։ Բայց եթե այդ աղջիկը չմտածեր դրա մասին, որ Աստված իրան ուզում է օգտագործի, մենք ոչ այս բոլոր պատմությունը կիմանանք, ոչ այդ Նեեմանը կբժշկվեր։ Ոչ էլ Աստված կփառավորվեր։ Գիտես, ես տեսել եմ, որ երբ որ մարդիկ դժվարության մեջ են ընկնում, ասում են, դե Հովիվ ջան, դժվար է դրա համար հիմա չեմ գալիս եկեղեցի, կամ էլ չեմ կարող ծառայել։
Բայց ինձ համար օրինակ են այն ծառայողները, որ ինչ էլ անցնում են նրանք շարունակում են ծառայել Տիրոջը։ Ես ծառայողներ կան, երեխա էլ են կորցրել, ծանր իրավիճակներ են անցել, բայց շարունակում են ծառայել։ Շարունակում են գնալ Աստծո հետևից եւ շարունակում են տեսնել, թե Աստված ինչպես կարող է փառավորվել իրանց միջոցով։ Այդ ձևի մարդիկ ինձ համար մեծ օրինակ են։ Երբեմն ես նայում եմ այդ ձևի մարդկանց, ասում եմ, Տեր Աստված, ես իրանց համեմատ ընդհանրապես ոչ մի դժվարություն ընդհանրապես չեմ անցել, եթե նայեմ իրանց։ Ու այնքան ես մխիթարվում ու զորանում, ասում ես, Տեր Աստված, թող ոչ մի բան, ոչ թե ես էլ անցնեմ դրա միջով, այլ թող ոչ մի բան ինձ չկանգնեցնի, որ ես քեզ փառավորեմ եւ ցույց տամ ճանապարհը դեպի քեզ։ Այս աղջիկը ցույց տվեց։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Տեսեք Նեեմիայի երկրորդ գլուխ։ Նեեմիան լավ պաշտոնի տեր մարդ էր։ Հանգիստ ապրում էր իր համար։ Առաջի խոսքից կարդամ. Եվ եղավ Նիսան ամսումը Արտաշես թագավորի 20-րդ տարին, որ գինի կար նրա առաջին, եւ ես առա գինին եւ տվի թագավորին, սա մեծ պաշտոն էր, երբ որ թագավորը մեկին վստահում էր, որ գինին լցնեն, որովհետեւ թագավորները վախենում են, որ իրանց կթույնեն, եւ ամենավստահելի մարդը պետք է իրանց գինի լցնել։ Եվ ես նրա առաջին տրտում եղած չէի։ Սա Նեեմիան է գրում։ Եվ թագավորն ասեց ինձ. ինչու համար է երեսդ տրտում, քանի որ դու հիվանդ չես։ Սա ուրիշ ոչինչ չէ, եթե ոչ սրտի ցավ, եւ ես խիստ շատ վախեցա։ Եվ ասեցի թագավորին. արքա հավիտյան կաց, ինչու համար չտրտմի իմ երեսը, որ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը ավերակ է, եւ նրա դռները կրակով այրվել են, Երուսաղեմը նկատի ունի։ Եվ թագավորն ինձ ասեց. ինչ է քո ուզածը, եւ ես աղոթք արի երկնքի Աստծուն եւ ասեցի թագավորին. եթե թագավորին հաճելի է, եւ եթե ծառատ հաճելի է քո առաջին, ինձ ուղարկիր Հրեաստան, իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որ ես շինեմ նրան։ Տեսեք սիրելիներս, տեսել ուրիշ ձևով է, որ մարդը կարող է այնքան առոք փառոք ապրել, որ էլ չմտածի Աստծո տունը կառուցի, Աստծո գործը անի։ Այդ ձևի մարդիկ էլ ենք տեսել, որ եկել են Աստված նրանց փոշուցանել է, բարձրացրել է։ Եվ դրանից հետո նրանք մոռացել են, որ պետք է Աստծո տունը կառուցեն։ Աստված իրանց համար ամեն ինչ արել է, իրանք գիտեն, որ Աստված արել։ Բայց նրանք արդեն մոռացել են, որ Աստված իրանց կանչել է, որ իրանք Տիրոջը ծառայեն։ Բայց այս Նեեմիան, գիտեք, նա լավ պաշտոնի էր, առոք փառոք ապրում էր, ոչ մի խնդիր չուներ, բայց իր սրտի ցավը մի բան էր, որ Աստծո քաղաքը, նրա պարիսպները քանդված են։ Եվ ինքը անելու բան ունի։ Սիրելիներ, սրա մեջ մեծ գաղտնիք կա Աստծո առաջ ճիշտ դիրք ունենալու, որ ինչքան էլ մենք բարգավաճենք, ինչքան էլ լայն լինի մեր տեղը, ինչքան էլ լավ պաշտոն ունենանք, ինչքան էլ մեծ արդյունքների հասնենք, երբեք չմոռանանք, որ մեզ պետք է Տիրոջը ծառայել։ Երբեք չմոռանանք, որ մենք Աստծո տունը պետք է կառուցենք, Աստծո արքայությունը պետք է կառուցենք։ Չկա այդպես, որ ես արել եմ եւ վերջ, մինչեւ կյանքի վերջը դա։ Չկա այդպես, որ ես ժամանակ չունեմ։ Այդպես չի սիրելիներս։ Որտեղ ուզում է լինի, ուզում է Ռուսաստան լինի, ուզում է Ֆրանսիա լինի, ուզում է Հայաստան լինի։ Բոլոր տեղերն էլ մենք ենք որոշողը, մենք ժամանակ ունենք թե ոչ։ Իհարկե կասես, եղբայր, դե դու չգիտես այստեղ ոնց է։ Ես քեզ ասեմ, դու էլ չգիտես Ռուսաստան ոնց է։ Նույն բանն է սիրելիներս։ Ես զարմացա, որ Հայաստան ավելի զբաղված են։ Բայց գիտեք ինչն է հարցը, ես տեսել եմ մի բան, երբ որ դու որոշում ես, որ դու պետք է ժամանակ ունենաս Տիրոջը ծառայես եւ Տիրոջ տան մեջ բան անես,
եւ Տիրոջ տան կառուցման համար բան անես, քո մոտ անպայման ստացվում է։ Անպայման ստացվում է։ Ու Նեհեմիան ինքը հանգիստ նստող չէր։ Ինքը այդ իր վիճակի մեջ լավ իր, ասում երբեք տրտմած չէր։ Թագավորը նույնիսկ պատկերացնում եք զարմացել էր, որ Նեհեմիան տրտում է։ Պատկերացնում եք նա այնքան ուրախ մարդ է եղել, այնքան ամեն ինչ լավ է եղել իրան, բայց իրան մենակ լավ լինելը իրան հանգիստ չէր թողում։ Այսօր գիտեք սիրելիներս, թող մեզ հանգիստ չթողա նա, որ մենք այսօր Աստծո տան մեջ ենք, թող մենք անհանգիստ լինենք նրանց համար, ովքեր դեռ Աստծո տան մեջ չեն եւ փրկություն չունեն։ Ում կյանքը քանդված է, ում պարիսպները քանդված են։ Այսօր մենք հանգիստ չունենանք, երբ որ Աստծո տան մեջ ինչ-որ բան է պետք անել։ Գիտես, այս տենց մարդիկ է գիտեն, որ ամենաիրանց ծանր վիճակի մեջ են նրանք միշտ Աստծո տանն են։ Իրանց բարգավաճող վիճակի մեջ էլի Աստծո տանն են։ Ես մարդիկ գիտեմ, որ գաղտնիքը գիտեն, Հովի Վարսեն ջան։ Գաղտնիքը գիտեն, որ իրանց ամենամեծ օրհնության մեջ իրանք պատրաստ են ավելի շատ զոհաբերել, որովհետև գիտեն ավելի շատ են օրհնվելու, որովհետև ավելի շատ են օրհնելու Աստծո տունը։ Ու իրանք կարելի ասել բռնել են դա։ Ձևը բռնել են։ Ես այդ ձևը բռնել է, դա հոգևոր ձև է։ Մի եղբայր կա, նա միշտ զոհաբերող է։ Երբ էլ առոք-փառոք լինի գործերը, վատ լինի գործերը, մի օր ասեց, Հովի ջան, մեր շենքի համար ինչ ա պետք։ Ասեցի, դե գիտես, որ գիտեմ գործերը այդքան լավ չի, դրա համար քեզ ոչ մի բան չեմ ասում։ Ասում է, չէ, ինչ ես ասում, ասում է, եթե մենակ գործերս լավ վիճակում պետք է օգնեմ, էլ դա օգնել չի։ Ու ես գիտեմ իր գործերը շատ վատ էր։ Ինքը պարտքեր ուներ տան համար, կրեդիտ նկատի ուներ, որ պետք է տա, չէ, ամեն ամիս տա։ Ինքը հազիվ էր տալիս, բայց ասում էր, չէ, ես ուզում եմ անել։ Ու Աստված նորից էլի նրան հանեց։ Ես փառք Աստծո, որ ես ու դու կարող ենք այդ ձևի մտածելակերպ ունենալ, որովհետև դրա մեջ գաղտնիք կա օրհնվելու։ Ու հարցը միայն նյութականը չի։ Հարցը նաև նա է, երբ որ գիտես ինչ ամեն ինչ լավ է, մենակ նյութական չէ, ամեն ինչ կարծես լավ է, եւ դու արդեն էլ չես տեսնում ուրիշի վատ լինելը։ Դա շատ վատ է, բայց այնքան լավ է, որ ինչ վիճակի մեջ է դու լինես, դու գիտես, որ դու լավ ես, որովհետև կարող ես ինչ-որ մեկին էլ օգնել։ Դու ինչ-որ բանի մեջ առաջ գնացած ես, որովհետև դրանում կարող ես ուրիշին օգնել։ Ու գիտես, Աստված դրա մեջ քեզ ավելի շատ է օրհնում, որովհետև գիտի դրանից հետո դու ավելի շատ մարդկանց ես օգնելու, ավելի շատ ես ծառայելու Տիրոջը։ Ամեն։ Ես Հովի Վարսենին պատմում եմ այսօր, ոնց ենք մենք շենք առել։ Մեր ֆինանսիստներին հարցրես, իրանք չգիտեն մենք ոնց ենք առել։ Գումարը իրանց ձեռքն է, բայց գիտեն, որ առանց պարտքի առել են, բայց ես ինչ, ես տեսել եմ այդտեղ Աստծո օրհնությունը։ Որտեւ Աստծո օրհնությունը ուրիշ ձև է աշխատում։ Աստծո օրհնությունը ուրիշ թվերով է աշխատում, ուրիշ բազմապատկումներով է աշխատում։ Ուղեղով չի աշխատում տրամաբանություն։ Ես իրականում շատ տրամաբանական մարդ եմ։ Եթե հարցնես կնոջս, ինքը կասի, ես շատ տրամաբանական եմ։ Ես պետք է հասկանամ, որը որից հետո է։ Բայց ես հասկացել եմ մի բան, Աստծո օրհնությունը դու երբեք չես կարող հաշվարկել։ Երբեք չես կարող։ Աստծո մոտ 5 գումարած 2 հավասար է 5000-ից ավել կերակրված մարդ։ Դե արի հասկացի, ինչ մաթեմատիկա է։ Ու անչափ կարևոր է, որ մեր նեղության մեջ տեսիլք ունենանք Աստծո գործ անելու։ Եվ անչափ կարևոր է, որ մեր բարգավաճման ժամանակ է տեսիլք ունենանք Աստծո տունը կառուցելու։ Ամեն։ Իրականում, գիտեք, եթե մենք Աստծո գործը չանենք, մենք շատ բան ենք կորցնում։ Մի մարդ ինձ պատմում էր, ասում էր, մի տեսակ ծանր վիճակ էր եկել մոտս։ Գիտես, ասում եմ, ոնց որ կյանքս կորցրած լինի, ասում եմ, մի օր նստեցի, մտածեցի, ասեցի, որոշեմ բարի գործեր անել։ Ու ասում եմ, հետո օգնեց, ասում եմ, գիտես, ասում եմ, սկզբից ուրախացա, հետո բայց հասկացա, որ այդ վիճակս չի անցնում։ Ասեց, կարող է, ասես ինչից է։ Ասեցի, ես քեզ մի հատ խորհուրդ կտամ,
Դու կարող ես դրան հավատալ, կարող ես ոչ, բայց ես քեզ կտամ այդ խորհուրդը։ Ասեց որն է։ Ասեցի այդ բարի գործերի հետ գոնե մի քիչ էլ Տիրոջը ծառայի։ Գիտես ով որ Տիրոջը ծառայում է կամ Աստծո գործում ինչ որ մի բան անում է, իրանք վերապրում են իրանց ներսում այդ կյանքը, որ իզուր չեն ապրում եւ կյանքի վերջում երբեք չեն փոշմանելու։ Երբեք չեն ասելու այս աշխարհի նման դե կյանքս անցավ, շուտ անցավ, ով չգիտի որ կյանքը շուտ անցնում։ Ցանկացած տարիքի մարդու հարցրա, դե սկսած 40-ից, լավ, ջահելները այդքան չեն մտածում դրա մասին։ 40-ն է մոտավորապես սկսում։ Ում էլ հարցնես, ասում է կյանքը շուտ անցավ։ Պապաս 87 տարեկան է, ասում է կյանքը շուտ անցավ։ Ով չգիտի, բայց կարևորը սա է, որ փոշմանելով չասենք, որ կյանքը շուտ անցավ։ Այլ ասենք, եթե էլի շատ ապրենք, էլի ծառայելու ենք Տիրոջ։ Ամեն։ Երբեք ու երբեք չես փոշմանում, երբ որ գիտես որ Տիրոջ համար ինչ-որ բան ես անում։ Երբեք ու երբեք քո կյանքի իմաստը չի կորում, երբ որ դու գիտես որ Տիրոջ համար ինչ-որ գործ ես անում։ Ամեն։ Ու Աստծո խոսքում սիրելիներ շատ հերոսներ ենք տեսնում, որ նեղության միջից տեսնում էին Աստծուն, տեսնում էին նրա գործը, տեսնում էին Աստծո տեսիլքները, Աստծոց խոսք էին ստանում։ Գաղտնիք չի որ Պողոսը թղթեր կա Նոր Կտականում նա բանտից է գրել։ Ընդ որում Ֆիլիպեցիս գիրքը բանտից գրում է ու 4 գլխում ասում է ուրախ եղեք ամեն ժամանակ Տերում։ Պողոս այդ որտեղից ես գրում, այդ ինչ լավ տեղ ես։ Երևի ծովի ափին հանգստանում ես։ Չէ, բերթում եմ ժողովուրդ, ուրախ եղեք ամեն ժամանակ։ Հետո տեսնում է տխուր դեմքիկ, ասում է դարձյալ ասում եմ ուրախ եղեք։ Ո՞վ է կարդաց այդ տեղը։ Բան չի ասում դարձյալ ասում, որովհետև տխուր դեմքեր էր տեսնում։ Բերթից։ Ես Աստված ուզում է որ մեր բերթից Աստծո ուրախանանք, որովհետև Տիրոջ ուրախությունը դա մեր զորությունն է։ Ամեն։ Ու մենք գիտենք ոնց բերթում նրա կապանքները քանդվեց։ Նրա եւ Շիղայի։ Ասափը Սաղմոսներում 73 Սաղմոս կարող եք տունը կարդալ։ Դեմ ասում ես ինչ վատ վիճակ է, քանիսից ենք ասել, չէ՞ որ ամբարիշները բարգավաճում են, լավ է ապրում են, հեշտ է մեռնում են, ասափներ գրում, չէ՞։ Վիզները հաստատում են, աշկերը դուրս է գալիս ճարպից։ Երեխեքները չեն տուժվում, հիվանդություն չեն տնում։ Վերջում խելոք մեռնում են, գնում են, ոչ տանջվում են, ոչ բան։ Բայց ինչ եմ անձը սրբում, եկի ասում է մինչև որ մտա Տիրոջ սրբարանը։ Եվ տեսա, ասում որ նրանք բոլորը սահելով դժոխք են գնում։ Ու սկսում է Աստծուն փառաբանել։ Գիտես, Աստված չի ուզում, որ մեր դժվարության մեջ ասենք բան չի ասենք։ Աստված ուզում է, որ մեր դժվարության մեջ իր տեսիլքը ունենանք։ Իրան տեսնենք, իր իրականությունը տեսնենք, տեսնենք թե ինչքան զորավոր է ինքը, ինչքան ճիշտ ժամանակին է ինքը մեր կյանքի հարցերը լուծում։ Հիմա որ սենց ասում եմ, ովքեր որ Աստծո մեջ են, դու հետ նայես տեսնում ես ինչքան ճիշտ ժամանակին է Աստված ամեն ինչ արել։ Ու զարմանում ես, ասում ես, Տեր Աստված, իմ խելքը այդքան փոքր է, որ ես քեզ հասկանամ։ Ու ինչ է մեզ պետք։ Հիմա էլ ինչ նեղություն ունենք դրա մեջ, հավատանք, որ Տերը էլի չի ուշանալու։ Նույն ճիշտ ժամանակին անելու, ամենալավ ձևով անելու, ամենակատարյալ ձևով։ Որ բաներ կա, որ դու մտածում ես քո համար լավ է, բայց ինքը գիտի դա լավ է թե չէ։ Բայց այն ինչ որ քո համար լավ է, ասում ես Տեր Աստված, եթե քո համար լավ է, թող դա լինի, եթե չէ, էլի հանձնվում եմ քեզ։ Մեկը ծառայելու եմ քեզ, մեկը քեզ եմ փնտրելու, մեկը քո խոսքն եմ ուզում, քո խոսքով եմ լցվելու։ Մեկը կանգնելու եմ այն կոչումի մեջ, որի համար դու ինձ ծնունդ ես տվել երկրի վրա։ Ամեն։ Ես ու դու կոչում ունենք այս երկրի վրա սիրելիներս։ Եվ շատերին կարող եմ ասել, որ նրանք տեսնում էին Աստծո իրականությունը, բայց մի երկու տեղ ու վերջացնեմ հայտնության առաջի գլուխը։ Սա գրել է Հովանես Ավետարանիչը, Հովանես Առաքյալը։ Իրան ուղարկել էին Պատմոս կղզի։ Ու տեսեք 9-րդ խոսքում ինչ ասում։ Ես Հովանես, ձեր եղբայր եւ հավասար ընկեր նեղության եւ արքայության եւ Հիսուս Քրիստոսի համբերության
պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար։ Ոչ թե գնացել էր հանգստանալու, աքսորել են անբնակ մի կղզի Աստծո խոսքի համար եւ Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Հիմա տեսեք իր վիճակը։ Կարար Հովանեսը նստեր, վայ Աստված ջան, կարևոր է քո համար եմ տանջվում։ Սենց էլ ալենու չէ, կարևոր է քո համար եմ տանջվում։ Հա լավ է որ գիտակցում ես որ հանուն իր է։ Լավ է որ գիտակցում ես որ ինչ էլ անցնում ես մեկա դու իր անուն ես։ Բայց տեսեք 10-րդ խոսքում ասում է եւ Կիրակի օրը եղա հոգում։ Եվ իմ ետևից մի մեծ ձայն լսեցի, ինչպես փողի ձայն, որ ասում էր. Ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը։ Գիտեք Հովանեսին աքսորել են, բայց նա Կիրակի օրը եղավ հոգու մեջ։ Այնքան կարևոր է, որ մեր դժվար իրավիճակների մեջ մենք լինենք հոգու մեջ։ Լրիվ փոխվում է։ Ու այդ կղզում Հովանեսը տեսավ մի այնպիսի տեսիլքներ, որ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստն էլ, մինչև աշխարհի վերջն էլ, մարդիկ ինչքան գլուխ ջարդեն, մինչև վերջ չեն հասկանալու, որովհետև ամեն ինչը բացվելու է, բացվում է։ Ինչ որ բաներ գիտենք, հասկանում ենք, տեսնում ենք, բայց հայտնության գիրքը դա ամենավերջի ժամանակվա եւ Աստծո խոսքը ամենավերջի գիրքն է։ Որտեղ տեսավ Հովանեսը, որտեղ։ Երբ որ Հիսուսի հետ քայլում էր, երբ որ գործերը լավ էր, երբ որ ամեն ինչ լավ էր, ոչ, Պատմոս կղզում աքսորված վիճակում։ Որտեղ ինքը հոգում եղավ։ Հովիջան, հոգեոր վիճակս կորցրել, ինչ ա, դե այս գործերս, բաներս, որ սենց եղավ, մի քիչ դժվար եմ արդեն աղոթում, խոսք կարդում։ Ոչ շելնես, այդ դժվարության մեջ ավելի շատ պետք է հոգու մեջ լինենք։ Այսօր իմ խոսքը սա ինչ դժվարություն էլ, ինչ գերություն էլ լինի, ինչ տառապանք է լինի, ինչ հոգս է լինի, ինչ մտահոգություն է լինի, միգուցե երեխաներիդ համար է մտահոգություն, միգուցե աշխատանքիդ, միգուցե առողջությանը, ինչ էլ ուզում է լինի սրելնես, մենք փնտրենք Աստծո տեսիլքը, փնտրենք Աստծո խոսքը, պահենք Աստծո խոսքը, չկորցնենք այն ամենը, ինչ որ Աստված մեզ ասել է։ Հիշի, եթե Աստված ասել է, դա չի ուշանալու։ Եվ հոգու մեջ լինենք։ Եվ այնպիսի տեսիլքներ տեսավ, Հիսուսին տեսավ, Հիսուսը խոսեց իր հետ, տեսավ ամբողջ կատարվող բաները, որ լինելու է, ինքը նախորոք տեսավ։ Իհարկե գիտենք, ինքն չէր հասկանում, որտեղ Աստծո հոգին էր այդ ամեն ինչը ցույց տվել ու գրել իր միջոցով, բայց մի բան գիտենք, որ երբ որ նա հոգու մեջ եղավ, գերության մեջ, աքսորված վիճակի մեջ, դժվարության մեջ, Աստված հզոր բան արեց իր միջոցով, որ այսօր ես ու դու կարդում ենք, օրհնվում ենք ու Աստծոց հայտնություններ ենք ստանում։ Ու ինքն է կոչվում հայտնության գիրք։ Ամեն։ Ինչ էլ լինի քո կյանքում, փափագիր լինել հոգու մեջ։ Ու գիտեք, Կիրակի օրը դա իրականում Քրիստոսի հարության օրն է։ Դա լավ խորհուրդ գիտես, որ մեր ամեն իրավիճակների մեջ հավատանք Քրիստոսի հարության զորությանը։ Նրա զորությունը առավել է, քան ցանկացած բան այս աշխարհում կատարվող։ Նրա զորությունը, այն զորությունը, որ հարություն տվեց Հիսուսին։ Թող մեզ համար մեր դժվարության օրերը այդպիսի օրեր լինեն, որտեղ մենք հավատում ենք Հիսուսի հարությանը։ Հիսուսը հարություն առած ասել մեզ։ Ամեն։ Թող ամեն նեղության մեջ մեր հոգին անմիջական կապ ունենա մեր Տիրոջ հարության զորության հետ։ Ամեն։ Ու ինքը գործում է։ Այնքան իրավիճակներ ա եղել, մենք շատ անապատներ ենք անցել։ Ու գիտես փառք Աստծո այդ անապատների համար։ Նրանք, ովքեր Տիրոջ հետ քայլում են, անապատներ անցնում են։ Տարբեր բնագավառներ են, բայց փառք Աստծո այդ անապատների համար, որովհետև այդ անապատներում կրակի սյունն ես տեսնում, ամպի սյունն ես տեսնում, մանանայել ես տեսնում երկնքից, ծովն ես տեսնում, որ բացվում է, տեսնում ես ոնց է ժայռը ջուր տալիս, այնքան բաներ ես տեսնում, ու դա
քո կյանքդ ամրապնդում է, որ դու գնաս առաջ։ Այսօր խապկան կա, որ հավատացյալներ կան, որ այդ անապատները իրանց կոտորում են, սենց ասեմ, չորացնում են, հավատքն են իրանց չորացնում, բայց այդպես պետքա չլինի սերնես։ Ինչով էլ անցնում ես, իմացի, որ քո Տերը քեզ անցակացնելու անապատով, դու անապատում չես մնա։ Աստծո ժողովուրդը անապատում չի մնում։ Աստծո ժողովրդին Աստված չի հանել Եգիպտոսից, որպեսզի անապատում թողնի, Աստծո ժողովրդին հանել է, որպեսզի Քանաան մտցնի։ Ամեն։ Վստահենք Աստծուն, որ ինքը Քանաան կմտցնի մեզ։ Տարբեր ինչ բնագավառում է, որ դու ցանկանում ես, ինչ բնագավառում է հիմա անապատ կա։ Միգուցե վախեր կան, դա քո անապատը, Աստված քեզ անցակացնելու։ Այնքան մարդիկ ենք տեսել, որ չի էլ պատկերացել, որ վախերից ազատ կլինի, այսօր ուրիշներին է քարոզում, որ վախից ազատ է պետք լինի։ Այնքան մարդիկ կան կախվածություններ են ունեցել, բայց այսօր ազատ են, ուրիշների համար են աղոթում, որ նրանք էլ ազատ լինեն։ Այնքան մարդիկ կան, որ բժշկվել են, անցած տարի պատմում եմ, այսօր մեր եկեղեցում 7 հոգի քաղցկեղից է բժշկվել, 3-րդ ու 4-րդ ստադիա է, չգիտեմ, ստեղ ոնց են հաշվում ստադիաները, բայց այդ վերջի ստադիաներն է մահացու։ Փառք մեր Աստծուն, մեր Աստված հզոր փառավոր Աստված է, օրհնյալ է իր սուրբ անունը, ինքն է փառավոր Աստվածը։ Եվ ինչի մասին եմ այսօր խոսում սիրելիներս։ Եկեք Եբրայեցիս, ես հիմա շատ արագ կվերջացնեմ, Եբրայեցիս 11:1-ն է կարդանք։ Բոլորս այս խոսքը գիտենք։ Ինչ է հավատքը։ Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը եւ չերևացող բաների ապացույցը։ Ինչն է մեր հուսացած բաները։ Դա հենց այդ մեր տեսիլքն է, որ մենք պետքա չկորցնենք։ Ինչ ենք մենք սպասում Աստծոց։ Հենց դա էլ մեր հավատքի հիմքն է։ Կորցրեցիր տեսիլքդ, հավատք չկա։ Կորցրեցիր հեռանկարդ, հավատք չկա։ Բայց երբ որ հեռանկարը ունես, հավատքդ հիմնված է այդ հուսացած բաների հաստատությունն է քո հավատքը, որովհետև դու հուսացած բաներ ունես, այդ հավատքն էլ ասում է դա լինելու է։ Հուսացած բաներ, որը Աստծոց է, խոսք, որը Աստծոց է, տեսիլք, որը Աստծոց է, հեռանկար, որը Աստված քեզ տվել է, նպատակ, որը Աստված քեզ տվել է, կոչում, որը դու գիտես Աստված քեզ տվել է, եւ դու դրա մեջ ես, ու քո հավատքը հենց դրա վրա է հիմնված։ Ամեն։ Կխնդրեմ, որ կանգնենք այսօր Աստծո առջև սիրելիներս։ Ես Հայաստանում տեսել եմ աղջիկներ, որոնք աղջիկներ ասելով արդեն 40-ին մոտ կանայք էին, չէին ամուսնանում։ Բայց ես Աստված հրաշք էր անում, եւ ես մեկին Իտալիայից եկան ուզեցին։ Ես իր մաման ասեցի, իմ ընկերոջ քուրն է։ Ասեց Արտուր ջան, շատ եմ մտածում աղջկա's մաս, ինքն է գեղեցիկ աղջկա, կրթված աղջկա։ Ասեց էլ ոչ մի շանս չկա, շուտ ամուսնացրել են, ամուսինը երեխեն ունեցել ու փախել էր ամուսինը, չկա մինչև այսօր։ Բայց գիտենք, որ չի մահացել։ Ու տենց հուսահատված տարին, պատկերացրեք 17 տարեկանում ամուսնացել է, թե 18, արդեն 42 տարեկան էր այդ ժամանակ աղջիկը։ Ասեց Արտուր ջան, չի ելնի։ Ասեցի հավատանք Աստծուն, ասեցի դե ոնց հավատամ։ Ասեցի լավ, Աստծուն դժվար ես հավատում։ Ինչ հավատում ես, որ ես հավատացյալ եմ, ասեցա։ Ասեցի իսկ հավատում ես, որ ես կարող եմ աղոթել, ասեցա, ասի դե բեր իրար այդ աղոթենք։ Աղոթեցինք այդ Վանաձոր քաղաքում էր, մենք Երևան էինք ապրում այդ ժամանակ։ Ուրեմն Երևանով քայլում եմ մոտ մի 2 շաբաթ անցել դրանից։ Պրոսպեկտի վրա։ Ու մեկ իրանք ինձ տեսան, ասեն, «Էս ինչ լավ էր քեզ տեսանք»։ Մայր ու աղջիկ։ Ասեցի ինչ ա եղել։ Ասեց նոր մի բանից էին խոսում։ Ասում ենք, Տեր Աստված, եթե քեզանից ա մի նշան տուր, ասում ու քեզ տեսանք։ Ու տենց է չասեցին ինչա, հետո իմացա, որ մի տղամարդ է հայտնվել, որի կինը մահացել է։ Եվ նրանք
Նա եկել է Երևան աշխատելու եւ իրան սկսել է թարգմանել այս աղջիկը, կարճ ասած գնաց Վանաձոր մատանի դրեց, ամուսնացան, ու հարցը լուծվեց։ 2 շաբաթ էր անցել, անհույս նստած է։ Դեսերնես, եթե առանց հույսը հավատքն չկա, բայց եթե հավատքը հուսացած բաների հաստատությունն է։ Հույսը մի կորցնի երբեք սերելիս։ Այս աշխարհը ասում է հույսը վերջինն է մահանում։ Մեր մոտ է ձև չի, մեր հույսը չի մահանում։ Մեր հույսը պետքա չմահանա։ Մենք ենք որոշողը, մահանա թե ոչ ոք քո տեղը չի որոշում։ Բժիշկները չեն որոշում։ Մարդիկ, որոնք հասկանում են այդ գործից, իրանք չեն որոշում։ Դու ես որոշում հույսդ կորցնես թե չէ։ Ամեն։ Այսօր մենք աղոթելու ենք։ Ինչի ես դու սպասում։ Ինչի մեջ կարիք ունես, որ պատասխան գա։ Ինչով ես անցնում։ Չեմ ասում անպայման պետքա դժվարության մեջ լինես, բայց բաներ կա, որ ուզում ենք լուծվի։ Այսօր աղոթելու ենք, ասելու ենք Տեր, ես քո խոսքն եմ ուզում։ Ես ուզում եմ տեսնեմ, թե դու ինչ ես ասում սրա մասին։ Դու ինչ ես որոշել։ Եվ քո խոսքդ ինչ որ ասում է, ես դրան եմ հավատալու։ Ինչ կանգնած ենք, կարող ենք սկսել աղոթել, բայց ինչ կանգնած ենք, ես մի տեղ էլ կարդամ ձեզ։ Մենք շատերս այս տեղը կարդացել ենք, ուզում եմ մեկ ուրիշ ձևով էլ նայենք, Երեմիա 33, ով կհիշի այդ խոսքը, Երեմիայի 33:3 Ամեն Հիմա ուզում եմ այդ խոսքի նախորդող խոսքերը կարդալ։ Դա 33:3-ն է։ Եվ Տիրոջ խոսքը եղավ Երեմիային երկրորդ անգամ, եւ նա դեռ արգելված էր բանտի գավիթում։ Որտեղ է Երեմիան, որ Աստված իրան այդ խոսքը ասել է։ Բանտի գավիթում։ Այսպես է ասում Տերը այս անողը եւ այս կազմող Տերը, որ սա հաստատվի, որի անունը Եհովա է։ Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ։ Եվ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասկանալի բաներ իմացնեմ, որը դու չգիտես։ Այսօր ասենք Տեր, ես չգիտեմ դու ոնց ես անելու։ Ես չգիտեմ ինչ ձևով ես անելու։ Բայց այսօր ես քեզ եմ հավատում։ Տեր, այսօր մենք օրհնում ենք քո անունը։ Մեր Տեր Աստված, Իսրայելի Աստված, Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստված, երկինքն ու երկիրը ստեղծող Աստված։ Այսօր մենք մեր հայացքը քեզ ենք ուղղում, որովհետեւ մենք միայն քեզանից ենք ուզում խոսք ունենալ, միայն քեզանից ենք ուզում տեսնել մեր ապագան, մեր կյանքի նպատակները, մեր կյանքի բոլոր բնագավառների պատասխանները մենք ուզում ենք միայն քեզանից իմանալ։ Տեր, այսօր աղոթում եմ ամեն մեկի համար այստեղ, խնդրում եմ քեզ, լսիր նրանց աղոթքը։ Լեմբրամանոշտելեմայ։ Աղոթիր սիրելիս, լեմբրոկոլեմանդաբրակայալեմեշտ։ Լամբրակաթե Աստծո Սուրբ Հոգի գործիր այստեղ։ Լոմբրակաթեմելեմոշտելեմայարամանդը։ Այսօր հպվիր Տեր իմ Աստված։ Լցրա ամեն մեկին Տեր իմ Աստված, նորոգիր հավատքը, այն հավատքը, որը քեզանից է։ Լամբրոկոթեմելեմանդալարաբրամորովոշանթամանեյամ։ Սիմրամալամակաթելեմանդոբրակալարամանդա քո խոսքն ասում է, որ երբ որ չգիտենք թե ինչպես աղոթենք Տեր, քո Սուրբ Հոգին անբարբար հառաչանքով բարեխոսում է սուրբերի համար։ Լամբրամանե քիթեբալամանդամ։ Այսօր ես աղոթում եմ ամեն մեկի համար ու խնդրում եմ քեզ Սուրբ Հոգի, լսի նրանց աղոթքը, տես նրանց սրտի փափագը եւ այսօր քո խոսքը թող նորոգի նրանց տեսողությունը, նրանց հայացքը, որ նրանց հայացքը երբեք չշեղվի քո խոսքից, որ նրանց հայացքը երբեք չշեղվի այն ապագայից, որ դու ես ասել, այն կոչումից, որ դու ես դրել նրանց կյանքի մեջ։
ամբրամոնո քշտերեբայա եւ նշանակություն ունի ինչով են անցնում եւ այսօր խնդրում եմ քեզ եթե մարդ կա այստեղ որ անգամ ինքն իրեն դատապարտում է որ ինչ որ կարող է սխալ է արել դրա համար Աստված չի անում այսօր ամեն ինքնադատապարտությունը թող հեռանա Հիսուս Քրիստոսի անունով եւ գա քո արդարությունը նրանց կյանքի մեջ քո շնորհքը որ անգամ չես նայում մեր սխալներին այլ նայում ես մեր ապաշխարությանը եւ մեր սիրտը քեզ տալուն Տեր իմ Աստված լեմբրոն բանեքեթեմենեի արամանդեյ Սեմբրա քաթեմենեմանდა եւ ամեն սուտ խոսքերը մտքերի մեջ մարդկանց կողմերից ասված իբր չի ստացվի իբր հնարավոր չի այսօր թող քանդված լինի ամեն ախտորոշումները թող քանդված լինեն թող ոչնչանան Հիսուս Քրիստոսի արյան զորությունով լամբրամոնո շեքեթեյա Սեմբրամալամա քաթեմենեմանდა բրակայալամո շաթայալամանդա Սեմբրամալարամանդա եւ ես խնդրում եմ քեզ ամեն մեկի համար եթե մեկին իմաստություն տոր եթե մեկի համար դռներ բացի նորորդության դռներ եթե մեկին բժշկիր Տեր իմ Աստված եթե մեկին ազատագրիր եթե մեկին միտքը բացել Տեր իմ Աստված որ նա ճանաչի քեզ բացի նրա միտքը Լոմբրամանե քեթեյա քո սուրբ հոգու զորությունն եմ արձակում այստեղ եւ քո կրակը Տեր իմ Աստված ամեն սրտի մեջ լեբրակալեբեդե քորամաշտելի բոնդա Sambra katemede bo katemede manda brakalede manda malamandeya Semlamandea sokhoskhն ասում է իմ տունը աղոթքի տուն կգոչվի Ինչու Տեր որովհետև դու լսում ես աղոթքը որովհետև դու աղոթքի միջոցով անում ես ամեն բան մեր կյանքի մեջ լեբրոկոլեբեն դեբրակալեբեya Sambra katemede manda մենք էլ այսօր եկել ենք քո տուն քեզ մեծարելու եւ քեզ բարձրացնելու մեր սիրտը մեր հայացքը մեր ձեռքերի է Տեր իմ Աստված լոբրակալեբեն դեմենի ոշտալա Manda brakolobo shatabaraya Zambra ketemene bon kantemene manda balabande menemeya Փչիր ամեն մեկի կյանքի մեջ քո սուրբ հոգու զորությունը Տեր իմ Աստված եւ գործիր ամեն մեկի կյանքի մեջ լեբրոնե բենդեմենե բալամալամանդե ամեն վախերը հեռացրա Հիսուս Քրիստոսի անունով ես դեմ եմ կանգնում ամեն վախի ոգուն Հիսուս Քրիստոսի անունով թող գա ազատություն լեբրամալամանդո կոլեբենդեմենե մանդո բոկոթեմենե մայա Սեմբրամալամանդա Kalebende blemene mayam. Ho remende mene kira bashon temremene. Lambramane ketemene manakaya la malamanea. Samramane ketemene manaya. Hallelujah, hallelujah, hallelujah. Hallelujah, hallelujah, hallelujah. Hallelujah, 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 hallelujah. Թողա ճեղքում ամեն մեկի կյանքի մեջ Տեր իմ Աստված լոբրակալեբենդե բլեմենե հիլարամանդո բրակեթեմենեա ինչ տեսակի դժվարություն գերություն կամ մտահոգություն լինի Տեր իմ Աստված թող քո երկինքը բացվի նրանց վրա քո թանկ ժողովրդի վրա որին գնել ես քո սուրբ արյունով Հիսուս այսօր թող քո երկինքը բացվի եւ դու Տեր իմ Աստված քո ձեռքը մեկնի ամեն մեկի վրա Թող քո ձեռքը լինի ամեն մեկի վրա, ամեն իրավիճակների մեջ Տեր իմ Աստված, ամեն հանգամանքների մեջ, ամեն հարցերի մեջ Տեր իմ Աստված, անգամ եթե երկար է սպասել, անգամ եթե արդեն շատ են աղոթել Տեր իմ Աստված, այսօր նորից ու նորից գալիս են քո առաջ քեզ հավատալով, որովհետև դու հավատարիմ Աստված ես, որովհետև դու մարդ չես, որ ստես եւ մարդի որդի չես, որ փոշմանես Դու Աստված ես, որ քո խոսքը ուղարկում է եւ քո խոսքը վազում է շուտ, որպեսզի կատարի այն ամենը, ինչի համար դու ուղարկել ես։ Լանդե բեդեկաթա այսօր եթե քո խոսքը այսօր այստեղ ուղարկել ես, թող քո խոսքը բարձրացնի մարդկանց, թող քո խոսքը բարձրացնի հավատքը Տեր իմ Աստված, թող քո խոսքը հաստատի, թող քո խոսքը գործի Տեր իմ Աստված, թող քո խոսքը ճանապարհ բացի, թող քո խոսքը նոր խոսք բերի քեզանից ամեն մեկի համար Տեր իմ Աստված։ Լորամանդե քերեբանամանդե հիլեմանդո բրակաթե բեդեբեդեմայա Սամբրաբարե քետեբեդեմայա Lombra katebele mandoloro blo santa mane. Hallelujah, 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 hallelujah. Տե շնորհակալ եմ քո ժողովրդի համար։ Շնորհակալ եմ այս եկեղեցու համար, Տեր։ Շնորհակալ եմ այս եկեղեցու հովվի ծառայողների համար եւ ամեն մեկի համար մեծից փոքր, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից
Թող այն տեսիլքը, այն նպատակը, որ դու ունես այս եկեղեցու համար եւ ամեն մեկի համար, ովքեր բնակվում են քո տան մեջ, թող դա իրականանա Տեր իմ Աստված։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Եվ լայնացրու այս եկեղեցու տարածքը Տեր իմ Աստված։ Թող այս եկեղեցու վրանները լայնանան Տեր իմ Աստված, Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ շատերը գան քո տան մեջ, տեսնեն քեզ, տեսնեն այն ապագան, որը դու ունես Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով։ Շնորհակալ եմ Տեր, որ դու միշտ էլ հավատարիմ ես մեր հանդեպ։ Անգամ եթե մենք հավատարիմ չենք եղել, դու չես նայել դրան Տեր, դու շարունակել ես հավատարիմ մնաս մեզ։ Դու շարունակել ես հավատարիմ մնալ Տեր։ Փառք քեզ Հիսուս։ Փառք քեզ Հիսուս։ Սովորեցրա մեզ ել ավելի մոտենալ քեզ, սովորեցրա ել ավելի շատ լինել հոգու մեջ, սովորեցրա ել ավելի լինել խոսքիդ մեջ Տեր, սովորեցրա ել ավելի մեր հայացքը ուղղել քեզ Տեր ամեն իրավիճակներում, ամեն ուրեք եւ օրվա ցանկացած պահի Տեր։ Հալելույա։ Եվս մեկ բան ասեմ սիրելիս։ Գիտես Սողոմոնը ահավոր զբաղված մարդ էր, ահավոր հարուստ։ Եվ ասում է սա բայ թակուին, երբ որ եկավ տեսնելու այդ շքեղությունը, ասում է ուշքից գնաց, չէր պատկերացնում, թագուին։ Եվ գիտեք ինչ ա գրված, ասում է եւ տեսավ Սողոմոնի պալատը եւ այդ ամեն ինչը, ասում է եւ տեսավ այն սանդուղքը, որը տանում էր դեպի Աստծո տուն։ Այդ ամեն շքեղության մեջ Սողոմոնը հատուկ սանդուղք էր սարքել դեպի Աստծո տուն։ Թող իմ ու քո կյանքի մեջ ինչ իրավիճակի մեջ է լինենք, օրվա որ պահին է լինի, մեր սրտի մեջ այդ սանդուղքը Աստծո տուն մտնելու, Աստծո սրբարան, Աստծոն նայելու միշտ լինի սիրելիս։ Թող Աստված օրհնելով օրհնի ձեզ, թող Տերը բացի ձեզ համար դռներ ճանապարհներ, թող իր փառքը ցույց տա սիրելիս։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։